Ինչպես ենք մենք ընդհանրապես մտապահում ինֆորմացիան։ Ինֆորմացիան մեր զգայարանների միջոցով ներթափանցելով մեր ուղեղը անցնում է մի քանի կարևոր պրոցեսներով, մինչ այն վերջնականապես կպահպանվի այնտեղ։ Փոխանցվելով մեր հիմնական զգայարանների միջոցով, ինֆորմացիան վերածվում է էլեկտրական ազդակների, որոնք ի վերջո հաղորդվում են ուղեղին։ Անցնելով կարճաժամկետ հիշողության մեջ, ինֆորմացիան սկսում է վերամշակվել, մինչ այն կտեղափոխվի դեպի երկարաժամկետ հիշողություն։ Ուղեղը սկսում է կոդավորել տվյալ ինֆորմացիան, համեմատել արդեն պահպանված ինֆորմացիայի հետ, ենթարկում է վերլուծության, ստեղծելով գաղափարներ, հիպոթեզներ կամ ստիպում ձեզ կայացնել որոշումներ, որից հետո արդեն վերամշակված ինֆորմացիան ուղեղի միջոցով ազդակներ է ուղարկում ձեր նյարդային համակարգին, ինչն էլ վերածվում է վարքագծային կամ կոգնիտիվ ազդակների։ Ինչպես ենք մենք ընդհանրապես մտապահում ինֆորմացիան։ Ինֆորմացիան մեր զգայարանների միջոցով ներթափանցելով մեր ուղեղը անցնում է մի քանի կարևոր պրոցեսներով, մինչ այն վերջնականապես կպահպանվի այնտեղ։ Փոխանցվելով մեր հիմնական զգայարանների միջոցով, ինֆորմացիան վերածվում է էլեկտրական ազդակների, որոնք ի վերջո հաղորդվում են ուղեղին։ Անցնելով կարճաժամկետ հիշողության մեջ, ինֆորմացիան սկսում է վերամշակվել, մինչ այն կտեղափոխվի դեպի երկարաժամկետ հիշողություն։ Ուղեղը սկսում է կոդավորել տվյալ ինֆորմացիան, համեմատել արդեն պահպանված ինֆորմացիայի հետ, ենթարկում է վերլուծության, ստեղծելով գաղափարներ, հիպոթեզներ կամ ստիպում ձեզ կայացնել որոշումներ, որից հետո արդեն վերամշակված ինֆորմացիան ուղեղի միջոցով ազդակներ է ուղարկում ձեր նյարդային համակարգին, ինչն էլ վերածվում է վարքագծային կամ կոգնիտիվ ազդակների։